Հայ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երկու րոպեից սկսում ենք։
Բարև ձեզ։ Սկսում ենք մեր դասախոսությունների շարքը։ Խնդրում եմ չաթում գրեք իմ ձայնը նորմալ լսվում է ու շարունակենք։ Հասկացա։ Այս դասախոսության ընթացքում մենք խոսենք գիպսի էներգիայի մասին, գիպսի էներգիա կամ գիպսի ազատ էներգիա, ինչպես այլ կերպ անվանում են։ Գիպսի էներգիան ինքնաբերաբար ընթացող ռեակցիաների քիմիական հավասարակության մասին։ Խոսելու ենք գիպսի էներգիայի ինքնաբերաբար ընթացող ռեակցիաների և քիմիական հավասարակության մասին։ Նրանք ֆունդամենտալ գաղափարներ են հասկանալու համար, թե ինչու են տեղի ունենում քիմիական ռեակցիաները, ինչու որոշ ռեակցիաներ տեղի ունենում ինքնաբերաբար, իսկ մյուսները ոչ, եւ ինչպես է տարբեր համակարգերում, երբ որ տարբեր համակարգեր ենք ասում, մենք առաջին հասկանում ենք քիմիական համակարգերում հաստատում հավասարակշռություն։ Գիպսի ազատ էներգիայի հաշվարկը մեզ թույլ է տալիս կանխատեսել և քանակապես գնահատել ռեակցիայի ինքնաբերաբար ընթանալու հնարավորությունը, ռեակցիայի ուղղությունը, ինչպես նաև հավասարակշռության դիրքը։ Նախքան գիպսի էներգիային անդրադառնալը, համառոտ հիշենք մեր հիմնական թերմոդինամիկական օրենքները։ Առաջին օրենքը, թերմոդինամիկայի առաջին օրենքը, որը մենք քննարկել ենք անցած դասախոսությունների ընթացքում, առաջին օրենքը դա այլ կերպ ասած էներգիայի պահպանման օրենքն է։ Դրանից բխում է, որ էներգիան չի կարող ստեղծել կամ ոչնչացվել, այլ միայն կարող է փոխակերպել մի ձևից մյուսը։ Սա հիմք է դնում, բայց չի օգնում մեզ որոշել, թե արդյոք process-ը նորից մեր դեպքում քիմիական ինչ-որ ռեակցիան տեղի կունենա ինքնաբերաբար, թե չի ունենա։ Երկրորդ օրենքը դա ընդհանուր վերջացած էնտրոպիայի գաղափարի մասին է, այսինքն էնտրոպիան որպես համակարգի անկարգավորության չափանիշ եւ սահմանում է, որ տիեզերքում ընդհանուր էնտրոպիան միշտ աճում է։ Դրա հետ մեկտեղ էնթալպիան արտացոլում էր համակարգի ջերմային պարունակությունը, կապի էներգիաները եւ այլն, իսկ էնտրոպիան արտացոլում էր հասանելի միկրովիճակների քանակը։ Ջերմաստիճանը կապում է այս բոլորը իրար հետ, բայց քիմիական գործընթացների իրական ուղղությունն ու իրագործելիությունը հասկանալու համար իրագործելիությունը ավելի շատ ինքնաբուխությունն է, ինքնաբերաբար ընթանալու ունակությունը։ Մեզ անհրաժեշտ է նոր հասկացություն, որը կմիավորի իր մեջ համակարգի եւ էնթալպիական գործոնը եւ էնտրոպիական գործոնը։ Գիպսի ազատ էներգիան կամ պարզապես գիպսի էներգիան նշանակում ենք այս լատիներեն G տառով թերմոդինամիկական պոտենցիալն է, որը չափում է օգտակար էներգիան համակարգում, այսինքն էներգիա, որը կարող է օգտագործել մշտական ճնշման եւ ջերմաստիճանի պայմաններում աշխատանք կատարելու համար։ Դա վիճակի ֆունկցիա է, սահմանում է որպես G-ին հավասար է H մինուս T անգամ S, H-ն ու S-ը հասկացանք, H-ը էնթալպիան է, S-ը էնտրոպիան է, T-ն էլ դե ջերմաստիճանն է։ Այս G-ն հավասար է H մինուս T անգամ S, հավասարումը ներառում է այդ էնթալպիան ու էնտրոպիան, արտացոլելով այն էներգիան, որն առկա է էնտրոպիայի հետ կապված կորուստների հաշվառումից հետո։ Քիմիական ռեակցիայում կարևոր է ազատ էներգիայի կամ գիպսի էներգիայի փոփոխությունը, դրա համար մենք նորից, ինչպես եւ մնացած վիճակի ֆունկցիաների դեպքում, մենք հաշվում ենք դրա փոփոխությունը, ոչ թե բացարձակ արժեքը, այլ փոփոխությունը, դելտա G։ Դելտա-G-ն տրամադրում է ինքնաբուխության քանակական չափանիշ։ Ինքնաբուխություն ասելով հասկանում ենք քիմիական ռեակցիայի կամ ինչ-որ պրոցեսի ինքնաբերաբար ընթանալու ունակությունը։ Եթե
դելտա G-ն, այսինքն գիպսի էներգիայի փոփոխությունը բացասական է, ռեակցիան թերմոդինամիկորեն, դա նշանակում է, որ ռեակցիան թերմոդինամիկորեն բարենպաստ է, այսինքն այն կընթանա ինքնաբուխ։ Այն կարող է տեղի ունենալ ինքնուրույն։ Սա անպայման չի նշանակում, որ դա տեղի կունենա արագ։ Հիշեցնեմ, որ թերմոդինամիկայում մենք արագության մասին ոչ մի պատկերացում չենք ստանում։ Այն կարող է տեղի ունենալ շատ դանդաղ, չնայած գիպսի էներգիայի փոփոխության բացասական արժեքին, ինչ որ կինետիկ խոչընդոտների պատճառով։ Դրական գիպսի էներգիայի փոփոխությունը նշանակում է, որ գործընթացը կամ քիմիական ռեակցիան կամ ընդհանուր համակարգը ինչ որ մի ձևով մյուս ձևին անցնելու համար անհրաժեշտ է էներգիայի ներդրում։ Այսինքն, եթե դելտա G-ն մեծ է 0-ից, ինքնաբերաբար ոչ մի բան տեղի չի ունենա։ Երբ գիպսի էներգիայի փոփոխությունը հավասար է 0-ի, ապա մեր դեպքում քիմիական համակարգերում, քիմիական ռեակցիաներում ելանյութերն ու վերջույթները գոյություն ունեն դինամիկ հավասարակշռության մեջ։ Շատ կարևոր է հասկանալ, որ ռեակցիայի ինքնաբուխ ընթացքը նույնը չէ, ինչ ռեակցիայի արագությունը։ Օրինակ, մենք նկատատել կլինենք առօրյայում երկաթի ինչ որ առարկայի, օրինակ մեխի օքսիդով պատվելը, ժանգով պատվելը։ Դա ինքնաբուխ պրոցես է, այդ պրոցեսի գիպսի էներգիայի փոփոխությունը բացասական է, բայց ընթանում է շատ դանդաղ։ Մինչդեռ սովորական պայթուցիկների մեջ տեղի ունեցող ռեակցիաները, դրանց մոտ շատ արագ է ռեակցիան շատ արագ է տեղի ունենում, բայց պահանջում է ինչ-որ ինիցիացիա, ինչ-որ էներգիայի ներդրում այդ համակարգում, որ ռեակցիան տեղի ունենա։ Դրանք տարբեր հասկացություններ են, որը ավելի համապարփակ կդառնա ձեր մոտ քիմիական կինետիկան ուսումնասիրելուց հետո։ Այդ պրոցեսի կամ քիմիական ռեակցիայի ինքնաբուխությունը, ինքնաբերաբար ընթանալու ունակությունը ամրագրված չէ, դա մեծապես կախված է ջերմաստիճանից։ Հիմա տեսնենք ջերմաստիճանից ոնց է կախված։ Գիպսի էներգիայի փոփոխության այդ հավասարումը, դելտա G-ն հավասար է դելտա H մինուս T անգամ դելտա S, ցույց է տալիս, որ T անգամ դելտա S-ը կախված ջերմաստիճանից, ջերմաստիճանը բարձր է թե ցածր է, կարող է գերազանցել դելտա H-ին կամ հակառակը, եթե ջերմաստիճանը ցածր է, կարա դելտա H-ը ավելի մեծ լինել։ Հիմա հալվող սառույցի օրինակում, երբ որ մենք այդ դեպքում ունենք էնթալպիայի փոփոխությունը մեծ է 0-ից, իսկ էնտրոպիայի փոփոխությունն էլ է մեծ 0-ից։ Եթե մինուս 10 ջերմաստիճան պայմաններ ընտրենք, ասենք միջավայրի ջերմաստիճանը մինուս 10-ը, այս դեպքում սառույցը չի հալվի, այսինքն այդ պրոցեսը այդ պայմաններում ինքնաբուխ չի, բայց պլյուս 10 աստիճան Ցելսիուսի դեպքում դա դառնում է ինքնաբուխ։ Քանի որ դա պայմանավորվում է, որ T անգամ դելտա S, այսինքն էնտրոպիական գործոնը ավելի գերակշռող է դառնում բարձր ջերմաստիճաններում, դարձնելով համակարգի ընդհանուր գիպսի էներգիայի փոփոխությունը բացասական, բայց ավելի ցածր ջերմաստիճանում էնտրոպիան արդեն այդքան էլ մեծ էնտրոպիայի փոփոխությունը այդքան էլ մեծ չի լինում, հետևաբար պրոցեսը ինքնաբուխ չի լինում։ Դա նշանակում է, որ դելտա G-ի արժեքը, գիպսի էներգիայի փոփոխության արժեքը, որոշակի ջերմաստիճանից հետո կարող է դառնալ բացասական, որոշակի ջերմաստիճանից ցածր կամ բարձր կարող դառնալ դրական։ Դե որոշակի ջերմաստիճանում էլ կարող հավասարվի 0-ի այդ մեր սովորական հավասարակշռային վիճակներում։ Հիմա, ինչպես եւ բոլոր վիճակի ֆունկցիաները դուք արդեն պետք է լավ պատկերացնեք անցած դասախոսություններից։ Մենք վիճակի ֆունկցիաներ ունենք հենց ստանդարտ պայմաններում հաշվարկված, վիճակի ֆունկցիաների փոփոխություններ եւ սովորական պայմաններում։ Այս դելտա G-ի նշանը, այս 0, որ գրված է, այդ արդեն էնթալպիայի, էնտրոպիայի դասախոսություններից արդեն պատվոր է 0-ն, եթե կա այդ նշանակում ստանդարտ պայմաններում։
Ստանդարտ պայմաններով հասկանում ենք մենք 1 մթնոլորտ, 1 մոլ, 1 կամ եթե լուծի 1 մոլյար կոնցենտրացիա ու 298 կելվին ջերմաստիճան։ Հիմա ստանդարտ պայմաններում իրենց ամենակայուն վիճակների համար տարերի, քիմիական տարերի առաջացման գիպսի էներգիայի փոփոխությունը 0 է, ինչպես էնթալպիայի դեպքում։ Հիմա Այն տարբեր միացությունների համար աղյուսակների տեսքով հաշվարկված են իրենց գիպսի էներգիայի փոփոխության արժեքները։ Դրա համար մենք գիպսի էներգիայի փոփոխությունը հաշվարկելիս միշտ օգտվում ենք այդ աղյուսակներից։ Հիմա ստանդարտ օրինակ հաշվենք այս տրված ռեակցիայի ստանդարտ գիպսի էներգիայի փոփոխությունը, դա է ստանդարտ այս 0-ով։ Հիմա մեր մոտ մեթանի այրումն է, բոլոր եւ ելանյութերը եւ վերջնանյութերը գազեր են, ռեակցիայի ելանյութերի վերջնանյութերի գիպսի էներգիան հաշվելու համար պետք է օգտվենք այս աղյուսակային տվյալներից։ Օրինակ մեթանի առաջացման գիպսի էներգիայի փոփոխությունը 50.8 կիլոջոուլ մոլ է, O2-ին մենք մի քիչ առաջ ասացինք, որ տարերի համար իրենց ամենակայուն ձևերի համար այդ 0-ը է, ածխաթթու գազինը -394.4, ջրինը 237.1։ Հիմա այս հաշվելու համար մենք փոփոխությունն ենք հաշվում ընդհանուր համակարգի, ընդհանուր պրոցեսի, ընդհանուր քիմիական ռեակցիայի։ Հիմա այս դեպքում նույնպես ոնց որ էնթալպիայի դեպքում, էնտրոպիայի դեպքում վերջնանյութերի գիպսի էներգիայի փոփոխության արժեքները գումարում ենք իրար, հետո այդ գումարից հանում ենք ելանյութերին։ Մեր դեպքում ստացվում է 2 անգամ 237 ամբողջ 1, այդ մեր ջրի, քանի որ 2 մոլ ջուր է ստացվում, ջրի առաջացման գիպսի էներգիայի փոփոխությունն էր, գումարած ածխաթթու գազ, դե մենք գործակից չունենք, հանած արդեն մեթանի ու թթվածինը դե 0, ուրեմն ստանում ենք 817.8 կիլոջոուլ։ Այստեղ մինուս պետք է լինի, մինուսը բաց ենք թողել, հետո կուղենք։ Այս մինուս արժեքը ինչ է նշանակում։ Դելտաժին մենք ստացանք մինուս 817.8 կիլոջոուլ մոլ։ Սա նշանակում որ այս պրոցեսը, այս ռեակցիան թերմոդինամիկորեն շատ բարենպաստ է։ Այն կարող է ընթանալ ինքնաբերաբար։ Ստանդարտ գիպսի էներգիայի ստանդարտ փոփոխությունը միշտ չէ որ կիրառում է հաշվարկներում, քանի որ մենք նկատի պետք է ունենանք, որ իրական լաբորատոր ու կենսաբանական պայմանները, կենսաբանական համակարգերում պայմանները, ընդհանուր մեր առօրյա պայմանները միշտ չէ որ 1 մթնոլորտ ճնշման տակ են ու միշտ չէ որ 298 կելվինում են։ Ջերմաստիճանները փոխում, ճնշումը ամեն ինչ փոխվում է։ Հիմա ռեակցիայի կոնցենտրացիոն գործակից ռեակցիայի հավասարության հաստատում։ Հիմա մենք իրական ռեակցիաները հաճախ տեղ ունեն ոչ ստանդարտ կոնցենտրացիաներում ու ոչ ստանդարտ պայմաններում, այդ մի քիչ առաջ ասացինք։ Դա հաշվի առնելու համար մենք օգտագործում ենք Գիբսի ազատ էներգիայի հավասարման ընդլայնված ձևը։ Ու առաջի տարբերակը դելտա-G-ին հավասար է դելտա G0 գումարած RT լոգարիթմ Q։ Լոգարիթմը դե բնական լոգարիթմն է, R ունիվերսալ գազային հաստատումն է, T-ին ջերմաստիճանը, դելտա G0-ն ստանդարտ գիպսի էներգիայի ստանդարտ փոփոխությունը։ Այսինքն իրական դելտա G-ի փոփոխությունը ուրիշ պայմաններում, արդեն ջերմաստիճանը փոխված պայմաններում ու կոնցենտրացիաները փոխված պայմաններում հաշվարկվում է այս բանաձևով։ Հիմա հասկանանք ինչա Q-ն։ Q-ն ռեակցիայի կոնցենտրացիոն գործակիցն է կամ անգլերեն ասում են quotient կամ quotient, տենց բան հայերեն թարգմանվում է այդպես, կոնցենտրացիոն գործակից։ Q-ն ցույց է տալիս ցանկացած պահի ժամանակի ցանկացած պահին ռեակցիայի վերջնանյութերի եւ ելանյութերի կոնցենտրացիայի հարաբերակցությունը։ Այսինքն, եթե մենք ունենք A + B ռեակցիան, A-ն ու B-ն մեր ելանյութերն են, C-ն ու D-ն մեր վերջնանյութերն են, Q-ն ցույց է տալիս այս հարաբերությունը, բայց այս չշփոթենք հավասարակշռության հաստատումի հետ։ Քանի որ Q-ն կարող է ունենալ տարբեր արժեքներ, մենք շեշտեցինք որ ժամանակ այդ պրոցեսի կամ ռեակցիայի ցանկացած պահի։
այդ պրոցեսում կամ ռեակցիայի ընթացքում ցանկացած բայի չի կարող հավասարակշռություն լինել։ Կարող է հավասարակշռության համար ինչ որ որոշակի ժամանակ է պետք հավասարակշռության հաստատվելու համար։ Այսինքն, եթե Q-ն մենք հաշվում ենք սկզբում, ելանյութերը պարզապես շատ են լինում վերջնանյութերից։ Եթե այդ պրոցեսի արդեն ավարտին ենք հաշվում, վերջնանյութերն են շատ լինում ելանյութերից։ Եթե հավասարակշռությունը հաստատվում, արդեն Q-ն հավասար է K-ին։ Եթե Q-ն փոքր է K-ից, այս մեր ասածից ինչ է հետևում։ Եթե Q-ն փոքր է K-ից, համակարգը Q-ն փոքր է K-ից ինչ է նշանակում։ Այդ նշանակում է C-ն ու D-ն, այսինքն վերջնանյութերի կոնցենտրացիաները ավելի քիչ են, քան A-ի ու B-ին։ Այդ նշանակում է ռեակցիան նոր է սկսվել։ Ռեակցիան ընթանում է առաջ։ Վերջնանյութերի կոնցենտրացիաները դեռ փոքր են, բայց մեծանում են։ Եթե Q-ն մեծ է K-ից, այս դեպքում հակառակ պրոցեսն է տեղում, հակադարձ ռեակցիան է ավելի արագ ընթանում։ Այս հավաստարումը այս դինամիկ կերպով կանխատեսում, թե ինչպես է դելտա G-ն փոխում ռեակցիայի ընթացքում։ Հավասարակշռության դեպքում, երբ որ մենք արդեն ունենք հավասարակշռություն, հաստատված հավասարակշռություն, իսկ հավասարակշռությունը այն վիճակն է, երբ տեղ մենք ունենք երկու ռեակցիա, A գումարած B ստացվում է C գումարած D, C գումարած D ստացվում է A գումարած B։ Այսինքն երկու ռեակցիա ունենք, որոնք կտանում են հակառակ ուղղություններով։ Հիմա հավասարակշռությունը այն վիճակն է, երբ այդ ռեակցիաների արագությունները հավասարվում են։ Այդ կան արդեն հավասարակշռության գործակը ցույց է տալիս այդ հավասարակշռային կոնցենտրացիաների հարաբերությունը, վերջնանյութերի կոնցենտրացիաների հարաբերությունը բաժանած ելանյութերի կոնցենտրացիաների արտադրյալին։ Հիմա հավասարակշռության դեպքում, ասենք հավասարակշռությունը երկու ռեակցիաներ հավասար են ընթանում, հավասար արագությամբ։ Մենք կոնցենտրացիայի ոչ մի փոփոխություն այդ դեպքում այս 4 նյութի A-ի B-ի C-ի չենք ունենում։ Այդ դեպքում մեր գիպսի էներգիայի փոփոխություն դառնում է 0։ Երբ կան շատ մեծ է 1-ից, սա նշանակում է, որ գիպսի էներգիայի փոփոխությունը դրական է։ Այս հավասարումները, այս բանաձևը մեզ թույլ են տալիս կանխատեսել հավասարակշռության դիրքը համակարգում, այս էներգետիկ տվյալների հիման վրա արդեն այդ շատ բան ասում պրոցեսը ավելի խորը հասկանալու համար։ Այս հավասարումները շատ են կիրառում մեր խնդիրներում, պետք է սրանք լավ իմանալ։ Գիպսի էներգիայի փոփոխության հետաքրքրաշարժ մի քիչ այդպես տարբերակներից կամ կիրառությունից մեկը զուգակցված ռեակցիաներն են։ Այս զուգակցված ռեակցիաները հիմնականում հատկապես հանդիպում են կենսաքիմիայում։ Կենսաբանական համակարգում, թե կենսաբանական համակարգ ասելով հասկանում ենք մեր օրգանիզմ, տարբեր տեսակի օրգանիզմները, բջիջները։ Կենսաբանական համակարգին ուտելով շատ ռեակցիաներ թերմոդինամիկորեն անբարենպաստ են։ Եթե մենք ասում ենք թերմոդինամիկորեն անբարենպաստ են, սա նշանակում է դրանց այդ ռեակցիայի գիպսի էներգիայի փոփոխությունը դրական է, մեծ է 0-ից։ Եթե մեծ է 0-ից, դա նշանակում է, որ ըստ թերմոդինամիկայի օրենքների այդ ռեակցիան ընթանալ չի կարող, այսինքն ինքնաբերաբար ընթանալ չի կարող։ Բայց ինչպես տեսնում ենք, օրգանիզմներում ու բջիջներում այդ խնդիրը չկա, քանի որ թերմոդինամիկորեն անբարենպաստ ռեակցիաները այս օրգանիզմները զուգակցում են թերմոդինամիկորեն բարենպաստ ռեակցիաների հետ։ Թերմոդինամիկորեն բարենպաստ ռեակցիայի օրինակը կենսաբանական համակարգերում սովորաբար այդ ռեակցիան դա IAF-ի հիդրոլիզի ռեակցիան է։ Կենսաբանությունից երևի գիտեք IAF-ը ինչ է։ IAF-ը իրանից ներկայացնում է ադենոզին տրիֆոսֆատը, այս հիդրոլիզի ռեակցիան ֆոսֆորական թթվի մնացորդներից մեկի հիդրոլիզը, որը
որում գիպսի էներգիայի փոփոխությունը հենց այդ կոնկրետ այդ ռեակցիայի մոտավոր -30.5 կիլոջոուլ մոլ է։ Այսինքն սրանից հասկանում, որ այս ռեակցիան ինքնաբերաբար կարող է ընթանալ, թերմոդինամիկորեն բարենպաստ է։ Բայց օրգանիզմում հանդիպում են շատ ռեակցիաներ, օրգանիզմում ընթանում են շատ ռեակցիաներ, որոնց դելտա G այդ փոփոխությունը ստանդարտ դելտա G դրական է, այսինքն դրանք ինքնաբերաբար չեն տեղ ունենում։ Օրինակ, եթե օրգանիզմում ընթացող սինթեզի ռեակցիաներից մեկի գիպսի էներգիայի փոփոխությունը +20 կիլոջոուլ մոլ է, հասկանալի, եթե +20 է, 0-ից մեծ է, այդ ռեակցիան ինքնաբերաբար չի կարող ընթանալ։ Բայց եթե այդ ռեակցիան զուգակցում է այս AEF-ի հիդրոլիզի ռեակցիայի հետ, AEF-ի հիդրոլիզի ռեակցիայի գիպսի էներգիայի փոփոխությունը 30.5 կիլոջոուլ մոլ էր։ Պրոցեսի ընդհանուր գիպսի էներգիայի փոփոխությունը կկազմի արդեն -10.5, 20-ից հանած 30.5-ից հանած 20 մինուս պլյուս մնում է -10.5 կիլոջոուլ մոլ։ Հետևաբար ընդհանուր պրոցեսը դառնում է արդեն թերմոդինամիկորեն բարենպաստ։ Այսինքն մենք ինչ ստացվեց, կենսաբանական համակարգերում ընդհանուր պրոցեսը դառնում է արդեն ինքնաբերաբար ընթացող։ Այս սկզբունքը շատ կարևոր է նյութափոխանակության, մկանների գծման, ընդհանրապես օրգանիզմում ինչ ռեակցիաներ տեղի ունեն դրանց համար։ Մենք այսքանից հասկացանք, որ տարբեր ռեակցիաներ զուգակցելով մենք արդեն այդ տարբեր ռեակցիաները մտնում են մի համակարգի մեջ, ու արդեն ընդհանուր պրոցեսի գիպսի էներգիան ենք հաշվում։ Եթե այդ եղավ բացասական, կնշանակի այդ ռեակցիան կարող է տեղի ունենալ ինքնաբերաբար, բայց այդ պրոցեսի մեջ մտնող առանձին ռեակցիաներ կարող են թերմոդինամիկորեն անբարենպաստ լինել։ Կարևոր է տարբերակել պրոցեսների, մեր դեպքում քիմիական ռեակցիաների թերմոդինամիկ և կինետիկ կառավարումը։ Թերմոդինամիկական ֆունկցիաների և հաշվարկների միջոցով մենք իմանում ենք, թե արդյոք ռեակցիան էներգետիկ առումով բարենպաստ է, արդյոք այն կարող է տեղի ունենալ, թե ոչ։ Կարճ ասած, դրա այդ քիմիական ռեակցիայի էներգիայի փոփոխությունը, գիպսի էներգիայի փոփոխությունը դրական է, թե բացասական։ Դե եթե դրական եղավ, մենք թերմոդինամիկայի տեսանկյունից կասենք, որ դա ինքնաբերաբար տեղի չի ունենա, եթե բացասական եղավ, հանգիստ կարող ենք ասել, որ դա թերմոդինամիկորեն ձեռնտու բարենպաստ պրոցես է, ուստի կարող է տեղի ունենալ ինքնաբերաբար։ Իսկ քիմիական կինետիկայի միջոցով մենք իմանում ենք, թե որքան արագ է դա տեղի ունենում։ Հիմնվելով ռեակցիայի ակտիվացման էներգիայի կամ ակտիվացման այդ արգելքի վրա։ Ինքնաբուխ կամ ինքնաբերաբար ընթացող ռեակցիան կարող է ընթանալ աներևակայելի դանդաղ, ասենք տարիներով, չգիտեմ, նույնիսկ դարերով։ Այդպիսի օրինակեր, նոր մի քիչ առաջ մեր ասած այդ երկաթի ժանգոտումը օդում թողնելիս, կամ առանց ինչ-որ կատալիզատորների շաքարի քայքայում սովորական պայմաններում, այդ մի օրերով, ամիսներով կընթանա։ Իսկ հակառակը որոշ շատ արագ ռեակցիաներ կարող են ունենալ թերմոդինամիկորեն անբարենպաստ իրավիճակ։ Այդ դեպքում մենք քիմիական ռեակցիաներին արագացնելու համար օգտագործում ենք կատալիզատորներ։ Հիմա կատալիզատորները չեն փոխում ռեակցիայի գիպսի էներգիայի փոփոխության արժեքը։ Գիպսի էներգիան եթե դրական էր, դրական էլ մնում է, եթե բացասական էր, բացասական էլ մնում է։ Հիմա կատալիզատորները միայն նվազեցնում են ակտիվացման էներգիան, դարձնելով ռեակցիան ավելի արագ։ Կենսաբանական համակարգերում
գրեթե բոլոր ռեակցիաները վերացնում են բոլոր ռեակցիաները ընթանում են ֆիզիոլոգիական պայմաններում ու դելտա G-ի եւ գիպսի էներգիայի բացասական առարկը ապահովելու համար օգտագործում են այդ անբարենպաստ թերմոդինամիկ անբարենպաստ պայմանները շրջանցելու համար օգտագործում են տարբեր կատարողներ, այդ մեզ շատ ծանոթ ֆերմենտներն են, որոնք փոքրացնում են ընդհանուր process-ի այդ ակտիվացման էներգիան, ինչն էլ արագացնում է ռեակցիաները։ Հիմա այս սլայդում պատկերված է ջրի H2O-ի ֆազային անցումների դիագրամը։ Հիմա ֆազային ներեք ստեղ ինչ-որ մեկը բաներ է։ Որսարի։ Ֆազային անցումների ժամանակ ինչպեսի է օրինակ այս սառույցի հալվելը կամ եռացող ջուրը, չգիտեմ, այս դեպքում համ ջրի ընդհանուր ֆազային դիագրամն է պատկերված, այդ ֆազային անցումների ժամանակ դելտա G-ի գիպսի էներգիայի փոփոխությունը հավասար է 0-ի։ Այսինքն այդ հավասարակշռային իրավիճակ է։ Օրինակ 0 ջերմաստիճանում սառույցը եւ ջուրը գոյություն ունեն իրար հետ, այսինքն այդ դեպքում մենք 0 այդպես պատկերավորացնում ենք 0 աստիճանում սառույցը հալվում է։ Բայց այդ դեպքում երկու վիճակներ նյութերի պինդ ու հեղուկ վիճակներն էլ ջրի գոյություն ունեն։ 0 աստիճան Ցելսիուսում իրար հետ գոյություն ունեն ու այդ հավասարակշռային վիճակը։ Այդ հավասարակշռային վիճակը դելտա-G-ն հավասար է 0-ի։ 0-ից բարձր ջերմաստիճանում հալումը տեղի ունում ինքնաբուխ։ Այդ process-ի դելտա-G-ն արդեն բացասական է։ Իսկ 0-ից ցածր ջերմաստիճանում սա հեղուկ ջրի սառելն է արդեն ինքնաբուխ տեղի ունենում, արդեն այդ process-ի դելտա-G-ն ավելի փոքր 0-ից։ Դելտա-G-ն հավասար է դելտա H հանած դե անգամ դելտա S հավասարումը մեզ օգնում է հասկանալ այս ֆազային անցումների ժամանակ ինչու է դելտա-G-ն հավասարում 0-ի։ Որքան ջերմաստիճանը մեծանում է, էնտրոպիական գործոնն ավելի էական է դառնում, քանի որ մենք ունենք ջերմաստիճան անգամ դելտա S։ Սա բացատրում է, թե ինչու որոշ նյութեր հալվում կամ եռում են միայն որոշակի ջերմաստիճաններում։ Ու ինչու է ֆազային դիագրամները հիմնականում կախված են հենց ճնշումից ու ջերմաստիճանից, առավելապես ջերմաստիճանից։ Էլեկտրաքիմիա։ Գիպսի ազատ էներգիան ուղղակիորեն կապված է էլեկտրաքիմիական բջջի պոտենցիալների հետ։ Այս հավասարումով դելտա-G0-ն հավասար է -NF-E։ Այս զրոները, եթե տեսակ, այդ ստանդարտ պայմաններին է վերաբերում, էլեկտրաքիմիային մենք կծանոթանանք ավելի խորը մեր հաջորդ դասախոսությունների ընթացքում։ Հիմա թե ինչ է էլեկտրաքիմիական բջիջը, ինչն է էլեկտրաքիմիական պոտենցիալը, այդ մասին մենք մյուս դասախոսություններին ուսումնասիրենք։ Հիմա այս հավասարումը դելտա-G0-ն հասկացանք, գիպսի էներգիայի փոփոխությունը, ստանդարտ գիպսի էներգիայի փոփոխությունն է։ N-ը դա այդ էլեկտրաքիմիական process-ներում էլեկտրաքիմիական բջջում փոխանցվող էլեկտրոնների մոլերի թիվն է, F-ը Ֆարադեյի հաստատումն է, իսկ N էլեկտրաքիմիական բջջի ստանդարտ պոտենցիալն է։ Երբ էլեկտրաքիմիական բջջի ստանդարտ պոտենցիալն ունի դրական արժեք, պլյուսով է։ Դա նշանակում է, այս բանաձևից հասկանալի է, որ եթե պլյուս օրինակ 2 է, այնտեղ ինչ էլ տեղադրենք, դելտա-G-ն բացասական է ստացվելու։ Եթե բացասական թիվ է այդ ստանդարտ էլեկտրաքիմիական պոտենցիալը, դելտա-G-ն կլինի դրական, հակառակը։ Բացասականի դեպքում լինում է դրական, դրականի դեպքում բացասական։ Այսինքն, եթե մենք ունենք ստանդարտ էլեկտրաքիմիական բջջի ստանդարտ պոտենցիալը դրական է, մեր այդ էլեկտրաքիմիական բջջում տեղի ունեցող օգտվերականման process-ը ինքնաբերաբար կարող է ընթանալ։ Եթե բացասական է, այդ ինքնաբերաբար արդեն
չի կարող տեղի ունենալ։ Այդ շատ դրա օրինակը հենց այդ մեր հեռախոսներում, այդ սմարթֆոններում ակումուլյատորը ինքը երբ որ հոսանքից անջատված է, ինքը իր գործը կատարում է, այսինքն ինքնաբուխ process է այդ։ Աշխատում է հեռախոսը, էներգիա է տալիս հեռախոսին։ Այնտեղ ինչ որ վերոքս process-ներ են տեղի ունենում, օքսիդավերականներ, որը մեր հեռախոսին էներգիա է էներգիա է տալիս։ Բայց արդեն երբ որ զարյատկան, սենց ասած ռուսերեն, նստում է հեռախոսի, այդ ինքը իրան արդեն process-ը այդ վերականգնումը ինքնաբուխ չի կարա տեղ ունենալ։ Մենք պետք է արտաքինից էներգիայի ներդրում կատարենք դրա մեջ։ Դրա համար ինչ ենք անում, զարյատկա ենք միացնում, հակառակ process-ն է տեղի ունենում, արդեն այդ process-ի դելտա ժենը դառնում բացասական, հեռախոսը լիցքավորվում է։ Հիմա եթե հարցեր ունեք, կարող եք տալ, գրել։ Մեր Telegram-ի սովորական կարող եք միանալ։ Խի միացած չեք, բոլոր միացել են ահագին մարդ։ Վիդեոները տեղադրվելու են ուղղակի անցած դասախոսության վիդեոն չի տեխնիկական պատճառներով չի ձայնագրվել։ Մյուսները տեղադրվում են ARM-Chemol-ին, բանում YouTube-յան ալիքում։ Չաթում գրեցի։ Ուրիշ հարցեր ունեք։ Եթե հարցեր չունենք, ավարտենք այսօրվա դասախոսությունը։ Համենայն դեպս հարցեր ունենալուց կարող եք գրել մեր Telegram-ի ալիքին։ Հաջողություն։